Բարև, հոմի համաշխարհային 9-րդ նավաբդույթին թեպի Ասիա, այսօր նավուն մեջ դեղի կունենա հատուկ ոգեգոճման ցերնարկումը հայկական ցեղասպանության 111 ամյակին նվիրված, ամբողջ հայությունը, որ նավուն վրա գտնվի այսօր ներկա է հոս, միասնաբար ոգեգոճելու եւ մեր հարգանքի դուրքը մատուցելու մեր սուրբ նահատակներուն։ Երեգոն գխանթավարե Էլի Բերբերյանը իր նվագախումբին հետ, եկեք միասնաբար մտնենք ներս։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, Հայր մեր, որևինս ես Սուրբ Եղիցի անունքով, եկես սարքայություն քո, Եղիցին գամ քո, որպես հետինս եւ հետվի, սացներ հանավազորդու մեզ այսօր, եւ թող մեզ բարվիս մեր, որպես եւ մեկ կողմ Պերոս պատավանած, եւ մի դարնից մեզի փորձություն, այլ պրգյազ մեզի չարե, զիքոյարկայություն եւ զորություն եւ փառքավիդյանս ամեն, Ըսկորձս ծերացներոս ուղի արև մեզ դեր և ըսկորձս մդացներոս հաճողյայ մեզ դեր, ամեն, անունքով և ուսպրում Այս նավաբդույթներով պիտի օգնենք մենք հայ օգնության միության, որպեսզի զորանա և աջակցի բոլոր հայերուն սփյուռքի մեջ և հայրենիքի մեջ։ Շնորհակալություն ձեր բոլորին այսօր ներկա եք։ Շատ հատուկ զգացում մնե, ուղղակի գրնամ ասել, որ ցամաք եղողները գրնալալ մեզ նախանցին, բայց որովհետև աշխարհի 4 սակերեն հայություն այստեղ գուկա մեծ կարոդով անսահման հայրենասիրությամբ եւ ARS-ի as գազագերբած շատ գեղեցիկ նավաբդույթին վրա ուրիշ տեսակ զգացումներ կստեղծվին եւ բոլորովին դարբեր քույներով գսկսի ժողովուրդը արտահայտվել մեզ կմիացնե միայն եւ միայն հայրենասիրությունը եւ ուղղակի զգացումները սփեմին վրա անսահման գեղեցիկ էին
շատ զորավոր սեր ունեցանք ժողովուրդեն, անշուշտ երկերուն հանդեպ է սերը, առավել քան մեկնաբանության, այդպիսով գիտեմ, որ ժողովուրդը ուղղակի եկած է այստեղը ապրիլ 24-ը տոնակատարելու եւ այդ մտայնությամբ։ Երկը ուղղակի պատմություն է եւ խոսքը հավասարապես կարեւոր է եղանակին։ Շատ ադեմներ ժողովուրդը գրնալալ, որ երկին փուն իմաստը, խոր իմաստը այդքանալ ըմբռնած չլա կամ հիշեցումը բարձրապես խոնարհապար գսեմ, գսիրեմ ժողովրդին պատմական ուղղակի իրարանցումները տալ, իրադարձությունները տալ երկերուն եւ այդպեսով ժողովուրդը իմ հետս գերքե եւ իմ հետս գաբրի երկերուս մեջ մինակ չմլար եւ 450 հոգի ուժով կմեկնաբանենք միասին երկը։ Առաջին 5 երկերը նվիրված էին մեծ եղերնին, քիչմը ծանր մթնոլորտի մեջ, ինչ որ մեծ եղերնը կներկայացնե ամենու սրդերում մեջ, Գոմիդասովը սկսանք եւ այդ կեվերջ Հովանես Շիրազի բանաստեղծությունը ներկայացուցինք իբր երգ, չեմ մոռանա, հետո Գիրիգիա կացինք միասին, որովհետև Գիրիգյան ալ մեր սրդերում մեջ մեծ նշանակություն ունի Գիրիգիո թագավորությունը իր ստեղծումով եւ անգումով, այդ կեվերջ կացինք միասին ազգային եւ հեղափոխական երգերու եւ ուղղակի իրարու ուժ դվինք ժողովրդին հետ եւ սկացի, որ մեկ հոգի չի կնաց սրահեն եւ այդ մեկը շատ կնահատելի էր եւ շատ աստեցիկ էր ուղղակի ինձ ուրիշ տեսակ խոներամփություն տվա, որբեսի կարենամ ավելի լավ մեկնաբանել երկերը։ Հոմոհիները, ինչպես որ այսօր հարցուցի քանի հոմոհիներու 116 տարեկան հիմնարկ մնեն, ավելի քան 15000 հոմոհիներ կան։ Ես զիրենք կգոչեմ հոմոհիներու բանակը, հայոց կանայք, որոնք ամենայն բարձր բադիվով եւ աշխատասիրությամբ աշխարհի 4 կողմերը կծառայեն մեր հայտադին, մեր մշակույթին, մեր մանկաբարձներուն, մեր դպրոցներուն եւ ARS International-ին համար այս նավաբդույթը շատ կարեւոր հասույթ է, որովհետեւ ինչ որ իմացա ուղղակի գետրոնական ARS-ին գերտա, անգեգը բաժնվի զանազան ծրագիրներու։ Եվ ես շատ ուրախ եմ, որ անցամբ մաս կգազմեմ, փախտը կունենամ մաս կազմելու հոմի այս հանքանակային մեծ աշխատանքին։ Georg Jabushi,
Վստահ ենք, որ մեր հավատքով, պատմական հավատքով, թարերու ընթացքին մեր ունեցած հավատքով, օրը պիտի հասնենք մեր նպատակին, պիտի վերամիացնենք Արցախը եւ անշուշտ օրը պիտի վերամիացնենք մեր պատմական հողերը, մեր հույսը ադե եւ մենք վստահ ենք, որ ադոր պիտի հասնենք օրը։ Իսկապես շատ բացառիկ առիթ է, որ մենք այստեղ ամբողջ աշխարհով մեկ հայերը միասին հավաքված են եւ իրար հետ այս անուշ առիթը ունեցանք, որ միասին հավաքվենք եւ ցույց տանք ամբողջ աշխարհին, որ ինչ որ իրենք նպատակ ունեին քանթելու եւ մեզի չնչելու, մենք հիմա գանք ու գմնանք եւ ավելի գփափակենք, որ դեր օրհնե մեզի մեր ասկը ինչպես միշտ եւ առաջ երթանք։ Շատ մեծ ուրախություն է, որ այս առիթը ունեցած ենք, որ միասին ըլլանք։ Շնորհակալ ենք։ Iaimanul Sohanoaniane, Posegazeng Asnababududin, Dugnoche Streetainet Miasin, Menkshad Hebardek Urahenk, As Navabududov, Usam Okluchan Hache, Visharonage, As Kordze, Misht Oknelov, Chikavor, Andanikneru. Garեկավոր ընտանիքներում։ Ասկի շեր շատ ուզիչ է, ավրել 24-ի արիտով
ուղղակի հուզվեցանք եւ մենք ժողովուրդ տնենք, որ տշնամին թե ինքը մեզի բարդք է փողի եւ այրունի։ Պետք է օրմը անիգայդ վերադարձնե եւ երակույնը պետք է զազանի Արարատ լերան վրա։ Բացարիք էր իսկապես Էլինալ հոյագապ ծևով ներկայացուց բոլոր երգերը նախապաններով եւ ամենքը ավելի լավ ըմբռնեցին երգերը, ինչ որ ինձի վերջը հայտնեցին գարձիկներ, շատ գոհ էին բոլորնալ, մենք ալանշուշ շատ գոհ ենք, երբ որ մեր նավաբդիդի ճամփորդները ուրախ են եւ արդեն մեծ խանդավառությամբ սրտապուխ նվիրատություններ ալ եղավ, որ շատ գոհ ենք անոր համարալ, հայտնի է որ իրենց բավական գոհ բայեցինք։ Ուրեմն հատուկ ծերնարկ մի եղավ այսօր, ոգեգոճեցինք մեր ապրիլ 24-ի նահատակներուն հիշադակը եւ իսկապես հբարդ եմ, որ այսպիսի հաջող ծերնարկ մի եղավ այսօր։ Ապրիլ 24-ը մենք շատ մեծ շուկով դոնեցինք 25-ին, թեև չէինք ուզել, որ այդ թվականին նավում վրա լանք, բայց մեր այցելած քաղաքները միայն այդ ժամանակ էր, որ գրնային կալ, անանք, որ պաներին կազմակերպեցինք երեգոմը, որ աշխուղական երկեր և ասկային երկերը լան և ժողովուրդը աչապ խանտաբար էր, որ 2 ժամվա ընթացքին մեկը չի ցկեց սրահը չելավ դուրս և բոլորն ալ ձապերով, տրոշակներով, հայկական ոգիով անցավ այդ գիշերը և ժողովուրդը, որ դուրս գելեին գսեին, ասինչ քեղեցիկ երեգոմը անցուցինք, որ մինչև հիմա չենք տեսած։ Իսկապես մեր երգիչը Էլին շատ տպավորիչ և աղվոր ցայնով երգեց և բոլոր ժողովուրդին հուզեց նույնիսկ մի քանի երգերով եւ ինչպես գիտեք Էլին երբ որ երգե ասկային երգեր պատմությունն ալ կպատմե թե ինչպես եղած է անանք որ շատ ուրախ եմ որ այս գիշերը լաճո անցավ ահա 10-րդ օրն ենք մի քանի օր մնաց հուսամ ասմնացիալ օրերն լավ գանցնին եւ բոլոր ժողովուրդը իրենց տները կժամանեն առանց փորձանքի եւ առողջությամբ Կտեսնվենք 2 տարի հետո հուսամ Բացարիք զգացում, յուրահատուկ երեգո, իսկապես բդույթ, բայց նաև նպատակ, ապրիլ 24-ը դոնել նավում վրան, աշխարհի 4 ձակերեն հավաքված, չեմ գրնար երևակայել ուրիշ որևէ մեկ դեղ, այսպիսի հավաքմը, նամանավանդ երբ կտեսնեք խանդավառությունը ներկաներուն,
եւ Էլի Բերբերյանին ելույթը ոչ թե միայն երգեր, այլ ոգեգոճման ապրումները այսօր մենք հոս ոչ միայն ժառանգորդներն էինք մեր 1.5 միլիոն նահատակներուն, այլ եւ աբացույց եւ իրականություն, որ մենք այսօր ներկա ենք, գկոյադևենք, հզոր եւ պիտի շարունակենք։ Այս է մեր միասնական զորությունը եւ որպես հայօգնության միություն ծնած ժողովրդի գարիքներեն գուզեմ եզրափակել իմ խոսքս ասելով ժողովրդիս հետ ժողովրդիս համար շնորհակալություն Ինչպես որ նորին Սուրբ Օծություն Դեր Արամ առաջին վեհապարը իր ապրիլյան ուղերձի մեջ նշեց ասելով, թե մենք որքանալ հերանանք 1915 թվականեն հայոց ցեղասպանությունը երբեք սվեր պիտի չտեսնե հայ ժողովրդի հավաքական գիտակցության մեջ։ Եվ ահավասիկ սիրելիներ, այս գիշեր անոր վառ օրինակներեն մեկն էր։ Հայ ազգը աշխարհի 4 կողմերեն հավաքված, օվկիանոսի որ կողմնալ որ գտնվի, հայոց ցեղասպանության հիշադակն ու մեր սրբատասված զոհերուն հարկանքը միշտ վար գբահե իր հիշողության եւ սրդին մեջ։ Բարև ձեզ, այսօր, ինչպես ամեն տարի, կազմակերպությամբ Հոհիտ Տալեմի Շավարժ Մուսակյան մասնաճյուղին դեղի կունենա հսկումի ցերնարկ եւ մենք դարձյալ հավաքված ենք այստեղ ոգեգոճելու հայոց ցեղասպանության անմար հիշադակին։ Այսօրվա մեր բանախոսն է ընկեր Սամիկ Կարապետյան, որ պիտի փոխանցե իր խոսքը ուղղված մեր սրտերուն ու գիտակցության։ Վերաբերելով առաջին սերունդը իր տան վերքերուն սոսուրի տակ ոգեհանգիստներով ու սգանտեսներով գհարկեր 1.5 միլիոն նահատակներով հիշատակը։ Այդ մեր լացի ուսուկի շրջաններ։ Եվ ցավը լագավին անտանելի։ Դասնամյակներ երբ մեր երիտասարդությունը այդ ներ շրջանային դուրս վերավ հայտադը եւ զայն դարավ աշխարհի բոլոր հրավառակները պահանջելով արտանություն։ Իսկ այսօր 2016 թվականին մենք կանգնած ենք նոր, թերևս ավելի վտանգավոր ունենք ճակատի մտիված, պայքար ապասկային ուժերով դեմ։ Որոնք են այսօրվա ապասկային ուժերը։ Անոնք միայն արտաքին թշնամիներ չեն։ Անոնք են, որոնք մեզի ներսեն կկարողեն
անցյալը ամեն հավաքային։ Անոնք են, որ կփորձեն մեզ համոզել, թե մեր բանջարելությունը անիմաստանալություն է, թե պետք է հաշտվել իրադարձված իրողություններում հետ։ Այս ուժերը կգործեն հարաճտիմության կամ գեզ խաղաղության դիմակներու տակ, բայց իրականության մեջ անոնք կծրային նույն ոչարգործի նվադագին, մեզ անգիշող, անտիմակից ու հեշտ կառավարելի զանգված դարձնելու։ Մենք պետք է խորապես գիտակցենք, հայոց ցեղասպանությունը պատմական ճշմարտությունը չէ։ Այդ եղերությունը մեր ներքին դասավորման, մեր փորձառության եւ ազգային իմաստության հանքն է։ Ով որ կփորձի մեզ հեռացնել այդ հանքեն, անգահարված է մեր ինքնության հիմքերը։ Yes, հիշում եմ դունամ եմ, պատին ձերացած։ Երկրի մեջ, մարդ չգնաց, մարդաղ է, մարդուն կան, կարտեցին երկինք մի լուր, որտեցին մի ժողովուր, հազարան մի ողջ աշխարհ։ Իրար տեսերով գկաչալեցին, հեգուսալեցին, ջամուսալեցին, հայում բադիվը բարձր բայեցին, հեգուսալեցին, ջամուսալեցին, հայում բադիվը բարձր բայեցին։ Ելեք հայեր բայկարի, ելեք որ մեր գոյություն չխավարի, և Հայաստան ամուր բռնի Արցախին, որ թուրք ցեղը չմորթի քո զավակին, և Հայաստան ամուր բռնի Արցախին, որ թուրք ցեղը չմորթի քո զավակին։ Եվ մի դադերս մեզ գործություն, այդ բրգյազ մեզ չարեն, զիկոյարկայություն և զորություն և պարկ, հավիտյանս հավիտենից ամեն, և եվս խաղության զերա աչեսու կնգարգեցու և օրնյա, օրտնություն և պարկ, հոր և որդքո և ոգույն սրպո, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից ամեն։ Այսօր ինչպես կնանք բահբանել մեր ինքնությունը, ցեղասպանության 111 տարիների ետք։ Հայկական ինքնության բահբանման առաջին միավորներն մեկը, որ շատ հռչակավոր նաև պատասխանն է այս հարցումին, լեզուն է, հայ լեզուն։ Ինքնաբերաբար մենք գրնանք բահբանել մեր ինքնությունը մեր լեզուն բահելով, ոչ թե միայն լեզուն, որ դասարանեն ներս կսորվենք և կամ դպրոցներեն ներս կդասավանդենք, այլ նաև այս լեզուն պետք է թափանցե մեր ամենօրյա կյանքին մեջ, այսինքն կենցաղային լեզուի պետք է վերածվի և տարբեր մարզերու մեջ պետք է ներխուժե, նամանավանդ, երբ արևմտահայերենը ոչնչանալիք լեզվի ծանգերեն ներս կգտնվի դժբախտաբար։ Ուրեմն պետք է արդի դաստիարակության մեջ նաև հայերեն լեզուն մենք օգտագործենք, տվենք համացանցի ընկերային տարբեր
ցանցերու մեջ գործածենք եւ նաեւ դարբեր հարթակներու մեջ ինչու՞ չէ արտիական նաեւ մեդիայի այս աշխարհին մեջ արևմտահայերենը եւ հայերեն լեզուն իր կարևոր եւ ինքնուրույն տեղը գրավել։ Երկրորդը գրնամ հիշել հայկական մշակույթը պահպանել այս մեկը անշուշտ երգով, բարով, արվեստով, քրագանությամբ, հայքիրով, այս մեկը շատ կարևոր է, ադիգա գործածենք եւ նաեւ դարածենք մեր 4 կողմը։ Երրորդ միավորը, որ նաեւ չեմ ուզեր մոռնալ, սիրելն է իրականության մեջ հայ ինքնությունը, հայկական ինքնությունը եւ այս ինքնությունը նաեւ գսիրենք եւ գսիրենք մենք մեր քույրը եւ եղբայրը Քրիստոսով։ Ուրեմն փոխանակ նախանցենք եւ կամ վարդացենք շատ կարեւոր է ինքնությունը պահպանելու մեջ հայկական ինքնությունը մենք մեր հայ ընկերը բարձրացնենք, կաչալերենք, որովհետեւ եթե գուզենք հայկական ընկերությունը զորավորը լա, պետք է հայ անհատը նախ զորացնենք եւ այս կուկացեք ցերկի դալով եւ միասին բերբարձացնելով։ Մերսի շատ ձեզի։ Շնորհակալ։ Մենք կաբրինք հայրենիքեն դուրս։ Ինչպես կտասյարակեք ձեր զավակները հայրենիքեն հերու, հայրենիքը սիրելու համար։ Ես կգարձեմ, որ դբրոցին կողքին նաեւ կարևոր է մոր գրթությունը, ինչպես կտասյարակես զավակի տուն, այդպես կմեծնա զավակը։ Օրինակի համար, եթե տուն դան մեջ զավակի հաճախ կխոսիս հայրենով, հայրեն երկեր մտի կնել կուդասիրեն, կամ թրկական ապրանք դունը չես մտցներ եւ անընդհատ իրենց հայկական պատմություններ կբատմես, ասիկա շատ կարևոր է ես կգարձեմ, որբեսի բզդիկը այնպես մեծնա, որ իր մեջը փույնտն է հայրենիքի սերը եւ հետո օրինակի համար ծնողներ կան գսեն, որ ինչ պիտի լա հայոց պատմությունը կամ բան, ըստ ինձի որպես ծնող շատ կարևոր է հայոց պատմություն գիտնան մեր բզդիկները եւ պետք է ծնողները կաչալերեն ասպանով իրենց զավակներուն, որբեսի ավելի իրենց մեջը հայկական ոգի մտնի։ Նաեւ կարևոր բան մնալ գա, որ միան դպրոցը չի պավեր մեզի հայեցի տասյարակության, ագումներն ալ պետք է մեր զավակները հաջախեն եւ ով գլա իրեն ղրգողը ծնող կգլա։ Եթե մայրը չղրգե իրենց ագում կամ ովևէ մեկտեղ, ասպզդիկի մեջը չի մեծնար հայրենասիրական ոգին եւ անշուշտ ինչպես որսի դան մեջ ալատ մտնոլորդը պետք է ստեղծե մանավանդ մայրը, որբեսի բզդիկը մեծնա հայրենասիրական ոգիով։ Ներկա սերունդին առողջ մտածելակերպին եւ հայեցի տասյարակության համար ինչ կբահանչեք եւ ինչ կփոխանցեք։ Ինչպես որ այսօրվան պատկամը փոխանցեց, որ պետք է յուրաքանչյուր անձ բայկարի աբասկային ուժերու թեմ։ Հայ աշակերտն ալ իր գարկին պետք է ամեն չանք թափե, որբեսի նախ դիրաբեդե իր մայրենի լեզվին, դիրաբեդե իր պատմության, որովհետև վերջը մենք ժողովուրդ մնենք, որ դարածվեցանք աշխարհի վրա, եւ մենք գարչած ենք մեր հայրենիքին, կբահանչենք Արցախը, կբահանչենք պատմական Հայաստանը, եւ գուզենք, որ ամեն հայ, ոչ միայն ասկալիք սերունդը, հաջորդող բոլոր սերունդները բահանջադերը լան, որովհետև բահանջադիրությամբ կհասնենք արտար թադի լուծման։ Մերսի շատ։ Ոչ միայն սուքի, այլ նաև վերանորոգված գամքի ու հավատքի օր։ Թող մեր բոլոր նահատակներուն հիշադակը առաջնորդե մեզ դեպի արդար, ավելի հզոր եւ միացյալ ապագա։ Շնորհակալություն։
ձեզ։ Ամեն տարի համարի այս եղանակին հալեբայություն անհամբեր կսպասե Զվարթնոց երգչախումբի ելույթը վայելելու քարացային բարձրորակ երգեցողություն, ինչպես նաև հոգեբարար երաժշտություն։ Այս տարի եւս Զվարթնոցը հանդիսադիսին կներկայանա իր հատկապես նոր եւ երիտասարդ մեներկողներով, ինչպես նաև շատ հաճելի երգացանկով։ Այսօր 19 ապրիլին Հայ Հորիզոն ներկա է Գևորգեսյան սրահեններս, ուրքիչ հետ ելույթ պիտի ունենա Զվարթնոց երգչախումբը խմբավարությամբ մայստրո Կայանե Սիմոնյան Դերյանի, Տաշնամուրին ընկերակցությամբ Լիզետ Սերայդարյան Ավանյանի։ Երկու տարի է Զվարթնոց երգչախումբի մեջ կերքեմ։ Այս տարի ավելի ուրախություն է, որ իբր մեներքող պիտի ելեմ փեմին վրա, այս ինձ համար շատ մեծ ինքնավստահություն պիտի դա ապակային, եւ շատ ուրախ եմ, որ այս մեծ ընտանիքի մեջ մաս կկազմեմ։ Այսօր Զվարթնոց երգչախմբի տարեկան ելույթն է։ Երգացանկը բաղկացած է երկու բաժնից։ Առաջի բաժնում դասական ստեղծագործություններ ունենք, Կոմիտասով պիտի սկսենք ել խմբերքով, որից հետո Գարունա, Ալայլուղս, Անձրևնեկավ, Շողերջան, այնուհետև ունենք նաև արբական դասական ստեղծագործություններ Ռահմանի երկու ստեղծագործությունները, որոնք կներկայացնենք, իսկ համերգի առաջին բաժնի վերջում կներկայացնենք առաջին անգամ կկատարվի ամենո ստեղծագործությունը Էրիկ Լևիի, որը բուռն ծափողջուններով ընդունվեց մեր հանդիսատեսի կողմից, իսկ երկրորդ բաժինը ամբողջապես գուսանական եւ աշուղական երաժշտության գոհարներից է բաղկացած։ Մենք երկրորդ բաժնում եւ առաջի բաժնում նաեւ ունենք մենակատարներ, այս տարի առաջին անգամ հանդես եկող մենակատարներ, իհարկե նրանց պետք է քաջալերել, նրանց պետք է ոտքի կանգնեցնել, Փառք Աստծո, որ հաղթահարեցին երեկվա դժվարությունը, հուսամ այսօր շատ ավելի լավ ձևով թե երգչախումբը, թե մենակատարները հանդես կգան։ Շնորհակալություն բոլորից, ովքեր որ ներկա եղան մեր համերգին եւ քաջալերեցին մեզ այսօրվա առիթով։ Այս տարի համասկանի սուրոշչանային վարչությունը Զվարթնոց երգչախումբի գեղարվեստական խմբավարությունը գրգին անգամ վստահեցավ վաստակաշատ Տիկին Կայանե Սիմոնյան Դերյանին։ Երգչախումբը արդեն շուրջ 57-58 տարվա պատմություն ունեցող դարիներու ընթացքին փեմ բարձրացած է եւ Հալեբի ժողովրդին ներկայացած է զանազան մշակույթերու երգեր, որոնց գլխավորը եղած է հայերեն երգը, դարաձելու հայերեն երգը։ Այս տարի գլխավոր նորությունները մեկն է, որ խումբի մեջ կան բավական մեծ թիվով նորեկ երիտասարդներ, որոնք երեց ընկերներուն հետ միասին դարբեր սերունդներ ներկայացնելով փեմ բարձրացան եւ ներկայացին 2026-ի տարեկան ելույթը։
Մենք որպես շրջանային վարչություն միշտ նեցուկ կանգնած ենք Զվարթնոցի երգչախումբին եւ ինչպես բոլոր միավորներուն եւ գկաչալերենք, որ առաջիկա օրերուն գրգին երդասարտությունը ուղղվի մշակույթին, լավ երգչախումբով, լավ թատերկությամբ, լավ բոլոր տեսակի արվեստներուն եւ կաչալերեն համասկայինը իր բոլոր ջիղերով։ Ես ուրախ եմ, որ մաս կգազմեմ Զվարթնոց երգչախումբի ընտանիքին եւ հբարդ եմ այդ մեգին համար, որովհետեւ մենք բոլորս կպահպանենք հայ երգը եւ մշակույթը, նաեւ գոչ կուղեմ բոլոր անոնց, որոնք գսիրեն երգը եւ գվապակին երգել, թող միանան մեզի։ Ինչպես ամեն տարի, այս տարի եւս Զվարթնոց երգչախումբը հրավիրեց քաղուտը իր ներկայությամբ, իր հզոր ներկայությամբ, Դիգին Քայանեին եւ Դիգին Լիզետին ղեկավարությամբ, բայց ուշագրավ է այս տարի, որ ներառված էր նոր սերունդի սկալի տիվով նոր սերունդի անդամներ փորձառուներու գողքին, որ խումբին շարունակականությունը կապահովի։ Այնուղղակի սկալի էր կնահատելի էր։ Ասիմ առաջին փորձառությունը ծեր իբրեպեմավար, ընդանավես միշտ ասմունքի բաժարով փեմ ելածեմ, հուսամ հարաճիգա դարիներուն, փեմը լեցված կլա երդասարտներով, հաճողություն կմաղթեմ բոլոր զվարթնոցականներուն։ Ես տաշնամուր գնվակեմ եւ ադիգա բաժար եղավ, որ մաս կազմեմ Զվարթնոց երգչախումբին։ Պետք է ասել, որ մեր այսօրվա հաջողությունը կբարդինք Դիգին Քայանեին, որ իր անսահման եւ քրքուրանքով այսօր փեմ եկանք եւ լավ ելույթով արձագանք ցկեցինք ժողովրդի մեջ։ Շնորհակալություն կուզեմ հայտնել համասկայնի Սուրյո շրջանային վարչության եւ հատկապես օրիորդին եւ Տաշնագահարուհին հարադե վերել կլմախնեմ Զվարթնոց երգչախումբին։ Զվարթնոց երգչախումբ մեկնաբանված որպես հրեշտակներու խումբ։ Չարերը երգ չունին, այդպես կսեփանաստեղծը։ Զվարթնոցը գարույց մնե, որ գմակնիսացնե անոր անգանտամանա իրեն։ Այս տարի Զվարթնոցի վարչությունս մեծ չանքերով գրծանք ետ հավաքել նորեկ անդամներ։ Մեծամասնությունը ջեմարանականներ եւ համալսարանական դղակ աղջիկներ, որոնք առաջին անգամ լալով խմբային երգեցողության գծանոթանային։ Զվարթնոց երգչախումբի այս տարվա անդամներուն թիվը գրծանք հասցնել 40-ի։ Մեծ դժվարությունով, բայց այդ երիտասարդները սիրահոժար սիրելով եկան եւ մասնակցեցան մեր ելույթին։ Բավական դժվարություններով խումբը գրծանք միացնել իրար եւ կգարձեմ, որ բավական դեղը հասավ այս նոր սերունդը մանավանդ
միանալով երեք սերունդների, սերունդի զվարթնոցականներուն, որոնք սիրահուժար այս տարի գրսանք մի քանի հոգի ետ դարձնել զվարթնոց։ Գոչ կուղեմ աշխարհացրի զվարթնոցականներուն։ Եվ գայդարարեմ թե մոդադենեն զվարթնոց երգչախումբի Ուշամադյանը լույս պիտի դեստե։ Արդ բոլոր անոնք, որոնք իրենց մոտ կգտնվին արխիվներ, նկարներ, թող դիմեն զվարթնոցի վարչության, որ Ուշամադյանի մեջ տեղ գտնի։ Դասնամյակներ շարունակ Զվարթնոց երգչախումբը հաջողած է իր յուրահատուկ դեղ գրավել Հալեբահայ մշակութային կյանքեն ներս ու ցաղեցուցած հայ փեմը։ Անոր շնորհիվ իրեր աչոր սերունդներ ցանոթացած են ոչ միայն հայ, այլ օդար, ժողովրդական, թեթասական երկարվեստին ու երաժշտության։ Ցեզի դենք Սյուզի Խշվաջյան, Սարգիս Ճապրազյան, Հայ Հորիզոն, Հալեբ։ Հայրենատեջ ոգով պայքար ենք նորից, տարեր շարունակ զրկել են մեզ հողից, միասնություն գոչենք ազգովի կարգին, որահից արսափի անգուտ թշնամին, միասնություն գոչենք ազգովի կարգին, որահից արսափի անգուտ թշնամին, դեզորած սիրով հայք դու քո նախնյաց կանչով, ետ բերենք մեր պարքը հրեր են սրով, դեզորած սիրով հայք դու քո նախնյաց կանչով, ետ բերենք մեր պարքը հրեր են սրով։ Սափերը ավելի բարձր, սափերը, միասնական ուժն է մեր հաղթանակը, նրանք ուսունվետան հայոց բանակը, հավերջի մանելու վրեժի հուրը, մեր չամփան կբացի նայիր յանսուրը, հավերջի մանելու վրեժի հուրը, չամփան կբացի նայիր յանսուրը, դեզորած սիրով դու քո նախնյաց կանչով, ետ բերենք մեր պարքը հրեր են սրով, դեզորած սիրով հայք դու քո նախնյաց կանչով, ետ բերենք մեր պարքը հրեր են սրով։ Ժողովուրդ շապ ռուսները վերև, ռուսները բարձր, հայեր, բարձր, ավելի բարձր, աշտվի բունա, ծաղտվի բունա, շրջադարձային ավելի բարձր, գնացինք, հայերով միասին, մեկ, երկու, երեք, Օտարության ճամփից հայեր դարձեք տուն, ձեր ճամփին է նայում Արարատ արթուն, կարոտով չմնաք ձեր հող ու ջրին, արի ձերքդ մեկնիր հաղթական սրին, կարոտով չմնաք ձեր հող ու ջրին, արի ձերքդ մեկնիր հաղթական սրին, դեզորած սիրով հայ դու քո նախնյաց կանչով, ետ բերենք մեր պարքը հրեր են սրով, դեզորած սիրով հայք դու քո նախնյաց կանչով, ետ բերենք մեր պարքը հրեր են սրով, դեզորած սիրով հայք դու քո նախնյաց կանչով, ետ բերենք մեր պարքը հրեր են սրով, դեզորած սիրով հայք դու քո նախնյաց կանչով, ետ բերենք մեր պարքը հրեր են սրով։
Շնորհակալ ենք։ Սիրելի հայրենակիցներ, շնորհակալ ենք այսօրվա գեղեցիկ երեկոյի կազմակերպիչներից։ Այս մրցանակները, որ տրվում են արվեստագետին, սա ժողովրդի ձայնն է, սա ժողովրդի մոտեցումն է տվյալ արվեստագետին։ Իսկ մենք իսպիրյաններով երբեք չենք լռելու ազգային երգը պրոպագանդելու թե հայրենիքում, թե Սփյուռքում, մինչև տեսնենք Արցախի հետ միասնական Հայաստան։